Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, մենք Free News-ի եթերում ենք, Էներգի մարզասրահից, ես Քնարիկն եմ, եթերում է մարզվենք միասին, հաղորդաշարին։ Այսօրվա իմ հյուրն է պրոֆեսիոնալ Muay Thai ֆեդերացիայի նախագահ, Ararat Fight ակումբի հիմնադիր եւ գլխավոր մարզիչ Արամ Աբրամյանը։ Բարև ձեզ, պարոն Աբրամյան։ Պարոն Աբրամյան, շնորհակալ եմ դավերս ընդունելու համար եւ ուրախ եմ ձեզ իմ տաղավարում տեսնել։ Բարև ձեզ, շատ ուրախ եմ եւ շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Աբրամյան, կուզեմ սկսենք Muay Thai պատմությունից։ Ինչ նախապատմություն ունի, ինչ ավանդույթներ ունի, ինչ փիլիսոփայական եւ հոգեբանական էլեմենտներ ունի, որովհետեւ ես գիտեմ, որ յուրաքանչյուր մարտարվեստ ունի իր յուրովի փիլիսոփայությունը։ Այո, միանշանակ եւ Muay Thai-ն բացառություն չի, 2000 տարուց ավել պատմություն ունի եւ անգամ գրեր կան, թղթեր կան, որ գտել են, բացահայտել են, որ այդ գրերի մեջ Muay Thai-ի հնարքներն են նկարած եւ այլն, մի խոսքով հազարամյակների պատմություն ունի եւ հենց Muay Thai բառը թարգմանաբար նշանակում է ազատների մենամարտ կամ ազատ մենամարտ։ Եվ հենց Muay Thai-ի շնորհիվ, որ այսօրվա Թայլանդը, մեր օրյա Թայլանդի թագավորությունը կարողացել է վաստակել իր անկախությունը պատերազմների միջոցով, այսինքն այն ժամանակ զինվորները մարզվել են Muay Thai-ով եւ այդ շարժումը սկսվել է եւ Muay Thai-ի շնորհիվ կարողացել են հալածանքի տակից դուրս գան եւ Թայլանդը դարձնեն անկախ պետություն։ Ինչ հետաքրքիր է, երևի հատուկ զենքերով, միանշանակ թրերով, զենքերով, փղերի վրա զինվորը զինվորի դեմ կիրառեն Muay Thai-ի հնարքն, այսինքն այն Muay Thai-ը, որը մենք գիտենք, որ ռինգից դուրս էլ Muay Thai բավականին լայն սպեկտր ունի եւ հետաքրքիր զենքեր են կիրառում, զենքերով կա ուղղակի աշխարհով դարվել է պոպուլյար Muay Thai-ը հենց ռինգի մեջի մենամարտերով։ Կամ օրինակ մենք բոլորս գիտենք MMA, UFC-ն օրինակ բերեմ, նայեք, մեծ մասը մարզիկների, չեմ ասի բոլորը, բայց մարզիկների մեծամասնությունը փորձում են համատեղել իրար հետ երկու տարբեր մարտարվեստներ կամ մարզաձևեր։ Այսինքն, եթե բազայինը մարզիկի եղել է օրինակի համար, չգիտեմ, գրեփլինգը կամ նույն ջիu-ջիտսուն կամ ջյուդոն կամ սամբոն, ապա արդեն ստոյկի մեջ ինքը փորձում է ուսումնասիրել եւ կիրառել Muay Thai-ը, որովհետեւ Muay Thai-ը ինքը կանգնած դիրքում ամենաունիվերսալ մարզաձևերից մեկն է այսօրվա աշխարհում, որտեղ կիրառվում են ձեռքերի, ոտքերի, ծնկների եւ արմունկների հարվածները։ Եվ Muay Thai-ի հիմքում դրված է որքան հնարավոր է արագ եւ որքան հնարավոր է էֆեկտիվ շարքից հանել հակառակորդին։ Եվ մարզիկները ճկուն են, միանշանակ մեր մարզաձևի մեջ պետք է եւ ճկունություն, եւ ռաստիաշկա, բացվածքները, եւ արագ մտածելակերպ, լավ կոորդինացիա, տարածության մեջ շատ արագ կողմնորոշվել, որտեղ ռինգը ինչպես գիտենք քառակուսիա եւ շատ արագ պետք է կողմնորոշվես, պատկերացնես եւ միշտ չի որ մարզիկը աշխատում է մենակ իր հակառակորդին տենալով։ Ընդհանրապես մենք գիտենք, որ պրոֆեսիոնալ մարզիկները բացի հակառակորդին տենալուց նաեւ մի քիչ ուրիշ ձև զգայարաններ են աշխատում պրոֆեսիոնալ մարզիկների մոտ եւ մարզիկը անգամ զգալով պետք է արդեն պատկերացնի իր հակառակորդը որտեղից է բացված այդ պահին, այսինքն որտեղից ինքը կհարվածի եւ հարվածը կհասնի նպատակին։ Այսինքն հենց այդտեղ արագ մտածելու ունակությունն է աշխատում։ Բնավորապես ճիշտ է, որ մարզիկը միայն իր մարզիչի ձայնն է լսում։ Ճիշտն ասած, երբ որ ես ինքս եղել եմ մարզիկ, շատ գոռոցների մեջ մենակ իմ մարզիչի ձայնների լսում եւ այդքանի մեջից ֆիքսում, թեպետ իմ մարզիչի ձայնը շատ յուրօրինակ էր, յուրահատուկ ձայն ուներ, բայց ինձ ասում են իմ աշակերտները, որ այդ աղմուկի մեջ, այդքան գոռոցների մեջ եւ
գիտեք ոնց է մեր օրինակ մեր մարզիկներից մեկը եթե մենամարտում է ռինգում իրան երկրպագուներ շատ կան իրա մասին հաղթանակ իրա համար հաղթանակ ցանկացողներ էլի շատ կան ինչը շատ ուրախալի փաստ է եւ բնականաբար էլ մենք հայ ենք մեր մենտալիտետի մեջ կա, որ միշտ փորձում ենք հուշենք, օգնենք, չէ, ինչ որ այդ բանը մեր մեջ կա եւ բնականաբար մենամարտելուց է շատ են գոռում, հուշում ես արային, բայց բոլորն էլ ասում են ոնց որ քո ձենն եք ֆիքսում մենակ այդքանի մեջից։ Ես դե շատ հարցազրույցներ եմ ունեցել, բոլոր մարզիկները ասում են, որ բացարձակ ձայն չեն լսում, միակ ձայնը, որ մենք լսում ենք, դա մեր մարզիչի ձայնն է։ Ու գիտեք ինչ մեծ նշանակություն ունի, որ մարզիկը մենամարտի ժամանակ լսի իր մարզիչի ձայնը։ Դա արդեն հնարավորությունները հաղթանակի կրկնապատկում է, եթե ոչ ասենք քառապատկում։ Եթե պրոֆեսիոնալը կարծում եմ կլսի, պրոֆեսիոնալը կլսի իր մարզիչի ձայնը։ Եվ նաև կուզենամ ասեմ, որ Muay Thai-ը դուք տեսել եք երևի, որ ռինգ մտնելուց թևնոցներ ունեն հատուկ եւ գլխին հատուկ բան են դնում, մոնգոն են դնում եւ նայեք ոնց որ օրինակ կարատեի մեջ որակավորումները մենք գիտենք գույներով են չէ տարբերում սև գոտի եւ այլն այո գոտիներն են հետո գոտիների դաներն են արդեն մարզիչների սենսեյների այսինքն իրանց յուրաքանչյուր աստիճան բարձրանալուց ավելանում է ինչ որ մի բան, սկզբից գույներն են փոխում, հետո սև գույնին արդեն ավելանում են դաները։ Muay Thai-ի մեջ էլ կա նման բան, բայց դա գույներով է եւ այդ գույներով, անգամ ձևերով մարզիկը արդեն օրինակ եթե Թայլանդում գալիս է, արդեն գիտեն ինքը ինչ որակավորում ունի եւ ինքը որ մի ջինին է պատկանում կամ այն հին ժամանակները Muay Thai ընտանիքներ են եղել, այդպես են տարբերել եւ յուրաքանչյուր Muay Thai ընտանիք կամ յուրաքանչյուր Muay Thai դպրոց ունեցել է իր սպეციფიկ հետաքրքիր այցեքարտը բարի տեսքով։ Այդ ռինգի մեջի բարերն են շատ տարբեր։ Դրանք էլ են տարբեր։ Այո, տարբեր են եւ այն ժամանակ եղել են այցեքարտը, այսինքն եթե նստած են եղել օրինակ մի 50,000 հանդիսատես, երբ որ ռինգ դուրս է եկել եւ բարել է, արդեն իմացել են այս մարզիկը, որ Muay Thai դպրոցին է պատկանում իր բարից։ Եվ յուրաքանչյուր տարի Թայլանդում WMF ֆեդերացիան, որ Muay Thai ֆեդերացիան, որի պաշտոնապես ներկայացուցիչն ենք մենք Հայաստանի Հանրապետությունում, շտաբ-կվարտիրան գտնվում է Թայլանդում եւ յուրաքանչյուր տարի մարտին Թայլանդում նաեւ հետաքրքիր մի հատ բան կա վայքրու ցերեմոնիա, որտեղ տալիս են առաջի որակավորումը մարզիկների սպիտակ գույն տալիս են թևնոցը եւ սպիտակ գույն տալիս են այդ գլխի մոնգոնը եւ այդ տիսակատարության ժամանակ ամբողջ աշխարհից երևի 90%-ը հա այն կազմակերպությունները կամ անհատները ովքեր որ կապ ունեն Muay Thai հետ հնարավորություն ունեն գալ Թայլանդ եւ անցնել այդ հետաքրքիր տիսակատարությունը մասնակցել վայքրու ցերեմոնիայի վայքրու ցերեմոնիայի ժամանակ անպայման sense բանկա գալիս է աշխարհահռչակ մարզիկներից մեկը Muay Thai-ի որ ամբողջ աշխարհով իրանք ճանաչված են ունեն միլիոնավոր երկրպագուներ եւ այդ բարի տեսքով սովորացնում են նորեկներին, այդպես ասեմ, այդ բարը կատարել։ Եվ բարը կատարելուց հետո այդ վայքրու բարն են կատարում, գալիս են եւ ամեն մեկը աղոթած ստանում է այդ քրուներից էլի, այնտեղի բարձրաստի մաստերներից, ասենց ասեմ, Muay Thai-ի, Թայլանդի, մի քանի մաստեր են նստած եւ յուրաքանչյուրը մոտիկ անում է եւ այդ աղոթած իրանց թայլանդական Muay Thai-ի հատուկ ձևով աղոթած մոնգոն են տալի եւ այս թևնոցները, այսինքն իրանք ստանում են առաջին որակավորումը արդեն բարձրանում են մի level։ Իսկ երբ որ արդեն level-ը բարձրանում է, գույնը պիտի փոխվի, դա էլ է հատուկ միջոցառումով, թե արդեն դա արդեն նայեք, դա պարտադիր չի անել ցերեմոնիա, անել տիսակատարություն։ Իսկ այստեղ մեր հայ տղաներին էլ դուք եք դա տալիս։ Օրինակ նայեք, ես նոր մենք Եվրոպան անցկացրեցինք
եւ ես ստացա 14-րդ խանը պաշտոնապես, որ Muay Thai ֆեդերացիայի ղեկավարից եւ մի խոսքով ստացա այդ սերտիֆիկատը, ինչի շնորհիվ ես արդեն ինքս կարող եմ որակավորում տալ։ Դա տալիս է ինձ հնարավորություն որակավորել եւ տալ որակավորում մինչեւ որոշ խան, դրանից ավել ես չեմ կարող, բայց սկզբի խաները ես արդեն ինքս կարող եմ որակավորում տալ։ Այսինքն այդ գույները փոխել, հետո դրանից հետո արդեն պիտի գնաք Թայլանդ։ Այո։ Ինչ հետաքրքիր է, բայց շատ հետաքրքիր է։ Պարոն Աբրամյան, եկեք խոսենք ֆեդերացիայից։ Խոսենք մեծ սիրով։ Երբ է հիմնադրվել, ինչ զարգացման եւ մակարդակային փուլում է գտնվում, ինչ խնդիրներ ունի։ Քնարիկ ջան, մենք 11 թվից բացել ենք հիմնել ենք պրոֆեսիոնալ Muay Thai ֆեդերացիան։ Մինչև այդ ես ինքս եղել եմ մարզիկ, եղել եմ կիկբոքսեր, հետո եղել եմ, ստեղ եղել է 90-ականների վերջում Muay Thai ֆեդերացիա, որի կազմում նաև ես եմ ընդգրկված եղել եւ որպես հավաքականի մարզիկ եմ եղել, հետո եղել եմ որպես հավաքականի մարզիչ, այնուհետև եղել եմ գլխավոր քարտուղար այդ ֆեդերացիայի եւ ինչ-ինչ պատճառներով ֆեդերացիան դադարեցրեց իր գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում եւ ես էլ մի քիչ ճիշտ ասած ուրիշ ոնց որ սպորտից կտրվեցի մի պահ, մի 10 տարի եւ հետո հասկացա չէ որ ամեն դեպքում սպորտի իրանը ուզում է քաշում է ինձ նորից հոգու սրտիս մեջ կա, չեմ կարող կտրվել այդ աշխարհից եւ նորից որոշեցի շարունակել Muay Thai զարգացնելը Հայաստանում եւ արդեն մենք հիմնեցինք Հայաստանի պրոֆեսիոնալ Muay Thai ֆեդերացիան, որը իդեպ ասեմ արդեն կլրանա 15-ամյակը, որ մենք Հայաստանում, Հայաստանի Հանրապետությունում բավականին մեծ դժվարությունների մեջով անցնելով, բայց կարողացանք մի ամուր կառույց ստեղծել զրոյից այսօրվա դրությամբ ունենք արդեն Հայաստանի Հանրապետությունում շատ ակումբներ տարբեր մարզեր ունենք 4-5 ակումբ գործում արդեն եւ ակումբների մարզիչներին մենք չենք վեկալել ստեղից ընդեղից, հա, ամբողջ ակումբների մարզիչները եղել են այսքան հասակից, անցել են եւ սպորտային կյանքը եւ մարզիկի կյանքը պատմելով չգիտեն այդ ամեն ինչը, ինչ է ռինգը, իրանք իրանց կաշվի վրա են այդ ամեն ինչը զգացել։ Գիտեն ինչ է հոգնելը, գիտեն ինչ է քաշքցելը, գիտեն ինչ է հարված բաստողել, ինչ է նոկդաունը եւ նոկաուտը։ Ինչը շատ կարևոր է, երբ որ դու դաստիարակում ես մարզիկ, որը պետքա ռինգում հանդես գա, դու պետք է այդ ամեն ինչը քո կաշվի վրա զգացած լինես, որ այդ մարդուն կարողանաս փոխանցես, որ տղա ջան, եթե հարված ես թողում Էս պետք է անես, եթե էս անին քաշս էս պետք է գցես։ Այսինքն կոպիտ ասած ոնց կարող է, ասենք, չգիտեմ, 1000 անգամ ծով տեսած մարդը լողալ սովորացնի, եթե ինքը լողալ չգիտի, չէ։ Նույն ձև էլ սա է։ Եվ 15 տարվա մեջ մենք ունեցել ենք տվել ենք մի քանի առաջին աշխարհի չեմպիոնը Muay Thai-ի Հայաստանի պատմության մեջ։ Մարդ ով ներկայացրել է մարզվել է, ծնվել է եւ մեծացել է Հայաստանում եւ հանդես է եղել Հայաստանի դրոշի տակ, եղել է մեր մարզիկը 16 թվականին, որ մենք տվել ենք Հայաստանի մինչեւ աշխարհի մինչեւ 60 կիլոգրամ։ Ով է նա։ Էդգար Մելքոնյանը, հիմա ինքը Ամերիկայում է, հաղորդումս երևի նայում է, բարև Էդգար ջան։ Եվ հա Էդգար Մելքոնյանն է եղել 5 մենամարտով դարել է աշխարհի չեմպիոն։ 5 մենամարտ ենք անցկացրել եւ գիտեք ինչն է հետաքրքիր, մենք 15 թվին ենք մասնակցել աշխարհի առաջնություն եւ 16 թվականին երբ որ վիճակահանությունը, երբ որ պետությունը ժիրիբյովկա է արում, ով ում հետ է ընկնելու։ Քնարիկ ջան, շատ հետաքրքիր բան եմ ուզում։ Դա կարևոր է իմ համար, էլի, դա հիշողություն է, որ ես հիշում եմ ու հպարտորեն եմ հիշում, որ երբ որ Հայաստանից մարդ էր ընկնում, օրինակի համար Իսպանիայի կամ Պորտուգալիայի հակառակորդին, իրանք ուրախանում էին, որ Հայաստանն է ընկել։
որովհետև իրանց համար, իրանց կարծիքով Հայաստանը հեշտ անցողիկ մարզիկ է լինելու եւ ավելի իրանք մոտիկանալու են դեպի եզրափակիչ մենամարտ։ Դեպի հաղթանակ։ Հա, բայց մեր մարզիկը եկա եւ բոլոր ուրախացողներին հետո մենք տխրեցրինք, տխուր էր իրանց համար, որովհետև մեր մարզիկը հաղթելով գնաց, քառորդ եզրափակիչում, եթե չեմ սխալվում, մենք հաղթեցինք Պորտուգալիայի մարզիկին, կիսա եզրափակիչում մենք հաղթեցինք Իսպանիայի մարզիկին, եզրափակիչում մենք հաղթեցինք Ղրղստանի մարզիկին, որը լեգենդար մարզիկ է, լեգենդար, մինչև հիմա 6 անգամ աշխարհի չեմպիոն է եղել։ Ինչպես նաև հաղթեցինք Նեպալի մարզիկին, ինչևից էլի ունեցանք անցնելու ճանապարհ։ Եվ դա եղավ մեր ֆեդերացիայի ոնց որ առաջի հայտը մեր մասին, որ այսուհետ արդեն մեր հետ հաշվի կնստեք։ Հետաքրքիր։ Եվ տենց էլ եղավ։ Եվ դրանից հետո մենք ունեցանք բազմաթիվ եւ Եվրոպայի հաղթողներ եւ աշխարհի թե ոսկե մեդալակիրներ, թե բրոնզե, թե արծաթե մեդալակիրներ։ Հետաքրքիր է։ Պարոն Աբրամյան, իսկ ֆինանսական հարցերը ինչպես եք լուծում։ Muay Thai-ը ոչ օլիմպիական մարզաձև է եւ պետության կողմից չի ֆինանսավորվում դե ֆակտո։ Այ դրա համար ես մինչև այդ նշեցի, որ մեծ դժվարությունների մեջով անցնելով, բայց երբևիցե չենք արել քայլ հետ, չենք արել նահանջ, մենք պայքարել ենք, մենք աշխատել ենք, մենք հայթայթել ենք այդ գումարները տարբեր տեղերից, ում խնդրել ենք, ով ինքն առաջարկել աջակցությունը, ինչևից է, դու սպորտի մեջ ես գիտես ոնց է այդ ամեն ինչը տեղի ունենում, շատ դժվար է, այդ աշխարհի Եվրոպայի առաջնություններ, մրցաշարեր այդ բոլորը ծախս է պահանջում։ Բայց կարողացել ենք, գնացել ենք եւ ի ուրախություն մեզ մենք անցած տարուց արդեն 2024 թվականից գրանցված ենք եւ անդամ ենք ոչ օլիմպիական մարզաձևերի միության մեջ, որի ղեկավարն է Գառնիկ Հայրապետյանը եւ որը արդեն կուրացիա է արվում օլիմպիական կոմիտեի կողմից եւ ի ուրախություն մեզ արդեն անցած տարի մենք ունեցել ենք մեր լավագույն մարզիկներին տարվա վերջ մեր ֆեդերացիայի լավագույն մարզիկներին լավագույն ցուցանիշ ցույց տված մարզիկներին պարգևատրել են եւ այս տարի էլ մենք ունեցել ենք ֆինանսական աջակցություն այդ կառույցի կողմից, որի համար շատ շնորհակալ եմ եւ որի շնորհիվ մենք կարողացել ենք նաեւ Հայաստանի Հանրապետությունում անցկացնել Եվրոպայի առաջնությունը։ Այն հիմա դրա մասին առանձին կխոսենք, պարոն Աբրամյան, այս տարի նախ մինչև Եվրոպան, կուզեմ խոսենք աշխարհի առաջնության մասին, որովհետև մարտին։ Այո, այս տարի եւս ունենք աշխարհի չեմպիոն, կուզեմ այդ մասին խոսենք, եւ հետո արդեն վերջերս կայացած Եվրոպայի առաջնության մասին, որը տեղի ունեցավ Հայաստանում, նախ կուզեմ հասկանալ, ասեք, թե ինչպես ստացվեց, որ տեղի ունեցավ Հայաստանում, ընդհանրապես երկրները ոնց են ընտրվում եւ երկրորդ ամենակարևորը ինչ մեդալներ, ինչ հաղթանակներ ունեցանք։ Քնարիկ ջան, իրականում այդ Հայաստան բերելն էլ էր բավականին դժվար, մենք մի հատ էլ փորձ ենք արել ժամանակին 16 թվականին ուզեցել ենք նորից Եվրոպայի առաջնությունը անցկացնել Հայաստանում, բայց ինչ-ինչ պատճառներով չի ստացվել, երևի բարին էլ դա էր, ասում են ինչ չի արվում, դեպի լավն է չէ տանում, տենց էր, մենք էլ տենց համոզվեցինք Եվ այս տարի աշխարհի առաջնության ժամանակ դե միշտ աշխարհի առաջնության ժամանակ միտինգներ են տեղի ունենում, ժողովներ են տեղի ունենում, քանի որ հավաքվում են բոլոր ֆեդերացիայի այլ պետությունների ֆեդերացիայի նախագահները, գլխավոր քարտուղարները, ընդհանուր World Muay Thai ֆեդերացիայի ղեկավարները, մարմինը, բորդը եւ այլն, մի խոսքով այնտեղ են լինում, ժողովներ շատ է լինում եւ ժողովների առօրյան բնականաբար այդ հարցերն էլ է դրվում, որտեղ անցկացվելու Ասիայի առաջնությունը, հա աֆրիկաների, պանամերիկյան առաջնությունները, Եվրոպայի առաջնությունները, այդ սա քննարկվում է այդ ժամանակ։ Եվ շատ հետաքրքիր էր, որ այդ միտքը կար միշտ մեր մեջ եւ կինս Արմինե Խաչատրյանը, ով նաեւ ֆեդերացիայի գլխավոր քարտուղարն է եւ միջազգային կապերի տնօրենը միշտ ասում էր ինչ լավ կլինի, որ մենք Եվրոպան կարողանանք բերենք Հայաստան։ Լավ կլինի նախ առումով, որ այլ պետությունները կտեսնեն Հայաստանը, որովհետև շատ քիչ գիտեն Հայաստանը, ինչ պետություն է, ինչ գանձ է իրականում։
Եվ ամենակարևոր Եվրոպան ստեղ բերելու պատճառը այն պատճառն էր, որ մենք ուզում էինք, որ մեր մարզիկները ոչ բոլորն են ֆինանսապես կարողանում գնան, ոչ բոլորն են կարողանում մասնակցեն միջազգային Եվրոպա եւ աշխարհ առաջնությունները, բայց մենք ունենք շատ տաղանդավոր երիտասարդներ, շատ տաղանդավոր մեծահասակներ եւ տաղանդավոր երեխաներ։ Եվ պատճառներից ամենակարևոր պատճառներից մեկը դա է, որ իրանք հնարավորություն կունենան Եվրոպա մասնակցելու։ Հայաստանի Հանրապետությունում։ Եվ պատկերացրեք, որ այդ միտքը տենց ժողովա եւ հարցադրվում Եվրոպան որտեղ պետք է անցկացվի եւ գիտեք ոնց է պրեզենտացիա է արվում պետությունը, պրեզենտացիա ես անում եւ ներկայացնում ես ոնց պետք է անցկացվի, ոնց մի խոսքով ոնց որ պրոյեկտը դու պրեզենտացիա ես անում, յուրաքանչյուր բանը այդ ձև է, էլի։ Եվ 3 պետություն էր պայքարում, Իտալիան էր, եթե չեմ սխալվում, Բելգիան էր, կարող է սխալվում եմ երկրորդ պետության համար, բայց առաջինը հաստատ Իտալիան էր ու Բելգիան էր եւ Հայաստանի Հանրապետությունը։ Ներկայացումից հետո Իտալիան Իրանը ներկայացնեց, Բելգիան Իրանը ներկայացնեց եւ Արամ Խաչատրյանը ներկայացրեց Հայաստանում ոնց է լինելու։ Ներկայացումից հետո գնում է արդեն քվեարկություն, այսինքն նստած են նախագահները, պետք է քվեարկեն որ պետության համար։ Եվ ի զարմանս մեզ գրեթե բոլորը քվեարկեցին, որ Հայաստանի Հանրապետություն թող անցկացվի 2025 թվականի Եվրոպայի առաջնությունը։ Ինչ հետաքրքիր է։ Շատ հետաքրքիր է, հա։ Եվ իհարկե շատ ուրախացանք եւ բնականաբար ահա որ ինքը ծանր աշխատանք է, այսինքն մենք ընդունող կողմ ենք լինելու։ Պատկերացնում եմ։ Եվ մենք պետքա կարողանանք պատշաճ եւ շատ բարձր մակարդակի անցկացնենք, քանի որ գալու են Հայաստան եւ եթե լինի վատը, ապա Հայաստանի մասին արդեն վատ կարծիք կազմեցի, դա մենք չենք կարա թույլ տայինք։ Ինչևից է եւ հետաքրքիր է, որ այդ ժողովը ավարտելուց հետո արդեն դուրս ենք գալիս եւ շատ երկրների նախագահներ են մեզ մոտիկ անում, որը էլի բավականին ես հպարտ էի այդ պահին, որ իրանք գալիս են եւ ասում էին խնդրում եմ եկեք նորից ժողով անենք եւ առաջարկենք ոչ թե Եվրոպայի առաջնություն, այլ բաց Եվրոպայի առաջնություն։ Տարբերությունը փակ Եվրոպայի առաջնության եւ բաց կայանում է նրանում, որ երբ որ անում ես բաց առաջնություն, այն պետությունները, որոնք որ կազմում չեն Եվրոպայի, իրանք էլ իրավունք ունեն մասնակցելու։ Նույն Աֆրիկայից, նույն Ասիայից, նույն Ամերիկայի Միացյալ Նահանգների հավաքական մենք ունեինք, որ մասնակցեց եւ մյուս ժողովին այդ հարցը դրվեց եւ նորից իօքուտ բան արեցին, որ քվեարկեցին թող բաց առաջնություն լինի եւ մենք ունեցանք հոկտեմբերի 2-ից մինչև հոկտեմբերի 8-ը ընկած ժամանակահատվածում Եվրոպայի առաջնություն եւ 11 պետություն մասնակցեց, մոտ 250 մարզիկ դրսից եկան մասնակցելու, չեմ ասում արդեն մարզչական անձնակազմը, դե բնականաբար մարզիկ կա, որ իր այդ կարող է ծնողը գա կամ իր, չգիտեմ, 2 մարզիչ կան եւ այլն։ Եվ կարևորը Գնարիկ ջան, ես էլի ասել եմ, որ այս ամեն ինչում Եվրոպայի առաջնությունն էլ կանցնի, աշխարհի առաջնությունն էլ կանցնի, բայց այն մարդկանց ներսում մնացած կարծիքը Հայաստանի մասին։ Այո, դա շատ կարևոր է։ Մեր մասին, մեր ժողովրդի մասին, որ բոլորը գնացել են Հայաստանից մի մաս իրանց սրտի մեջ թողած։ Այդ դա շատ կարևոր է եւ նաեւ հետաքրքիր բան, ես միշտ ասում եմ, որ ինձ ինտերվյուների կանչում են Եվրոպայից հետո, որ կինս գալիս ասում Արամ հայտ են տվել, նոր պետությունը հայտ տվել, ասում եմ Արմին ջան, ով է, ասում է Պալեստինան, ասում են ոնց Պալեստինան, Պալեստինայում ահավոր վիճակ, այդ մարդիկ ոնց են, ասում է հայտ են տվել,
Դե ասում եմ տեսնենք, եւ Պալեստինան գալիս է շատ ուժեղ հավաքականով քնարիկ ջան 18 հոգի մարդ են գալիս Պալեստինայից մասնակցելու։ Ավելի շատ էին հայտարարվել, բայց այն Գազայի հատվածից մի քանի մարզիկ չեն կարողացել դուրս գան։ Այդքանով եկել են։ Պատկերացնում ես դու այդ մարդիկ պատերազմից եկել են Եվրոպային մասնակցել, նորից գնացել են այդ։ Եվ Պալեստինայի նախագահան նաև իրանց գլխավոր մարզիչներ մի օր եկավ ասում է այդ հավաքականի շորերով էին էլի Պալեստին, հա իրոք մենք էլ ենք փշակում Պալեստին գրած ես ինչի եմ ես միշտ ասել եմ ու ասում եմ որ մեր ազգի նման ազգ չկա մենք հայերս ուրիշ ենք Հայաստանը ուրիշ է ուրեմն գնացել էին բան չգիտեմ միտը նստել էին հացի են կերել դե ռեստորանի տերը տեսել է էլի Պալեստին հյուսիսային մենք Անի պլազայում էին բոլորը մնում հյուսիսային էին իջել ասում է որ ասեցինք հաշիվը բերեք ասում է մեզնից հաշիվ 18 հոգուց հաշիվ չեն եկալ դու տես բան պատկերացնում ես ասել են դուք սպորտսմեն եք հա սենց Պալեստինայից են դե ասել են մենք ձեզ հյուրասիրում ենք դուրս են եկել գնացել են հյուսիսային պողոտայով սուրճ են եկալել որ սուրճ խմեն իրանց սուրճը տվել են նորից գումար չեն վերցրել ասում է ինչ է կատարվում ձեր մոտ ասում է մարդիկ Դավոր ռեստորանն ներողություն Դավոր ռեստորան ռեստորանի անունը չի տվել բայց մարդը սենց բանով եկել էր ասում էր պատկերացնում եք ասում է սենց ասում ենք հա դա մենք ենք դա հայերն են մի զարմացի դա նորմալ է տենց է պետք է լինի Ինչ հետաքրքիր է չգիտեմ որ ռեստորանն է էլի հրոստակողն բայց ամեն դեպքում այո ողջույններ եւ շնորհակալություն նրանց ով որ սուրճ է հյուրասիրել 18 հոգու Այո, շնորհակալ ենք։ Այո, բայց իսկապես ես շատ շոյվեցի, բրավո։ Իսկապես շատ հաճելի էր դա լսել, բայց չասեցիք ինչ չեմպիոններ ունենք։ Այս տարի մեծահասակներին ասեմ, որովհետև պատանիներին էլ կասեմ, մենք ունեցել ենք աշխարհ։ Իմ տղեն, որ անցած տարի դառավ աշխարհի չեմպիոն, այս տարի կարողացավ արծաթ վերցնել, քանի որ արդեն փոխել է մի քիչ համ քաշը, համ տարիքայինը եւ անցած տարի Եվրոպայի չեմպիոն եղել, այս տարի էլ է դարձել արդեն կրկնակի Եվրոպայի չեմպիոն։ Ուրեմն մեր մարզուհին, մեր աղջիկը Գայանե Աբրահամյան, որ անցած տարի կարողացավ բրոնզե մեդալ վերցնել 16-17 պատանիների մեջ եւ այս տարի կարողացավ արդեն Եվրոպայի պրոամ վարկածով դառնալ Եվրոպայի չեմպիոն հեռանկարային շատ մարզուհի եւ նաեւ այս արանքում կարողացել ենք երկու հատ պրոֆեսիոնալ մենամարտ անցկացնել երկուսում էլ հաղթել է որից մեկը եղել է Վրաստանում այո վերցրել է գոտի համ քաշայինով ծանր համ տարիքայինով ծանրի հետ ունեցել ենք մինչեւ 57 կիլոգրամ քաշային կարգում մեր Հայկ Վարդանյանը մեծահասակների արդեն կրկնակի աշխարհի չեմպիոն։ Այդ հաջողությունը ունեցել ենք մեր Ռոման Քալաշյանը, որ նաև անցած տարի մենք կարողացանք արծաթ վեկավել։ Եվ այս տարի Ռոմը կարողացավ արդեն հաղթող ճանաչվել Թայլանդում եւ նաև Եվրոպայի մեր առաջնությունում Ռոմանը դարձավ սիրողական մինչև 71 կիլոգրամ քաշային կարգում չեմպիոն Մուայտայի Եվրոպայի եւ բացի դրանից շատ հազվադեպ է լինում որ մարզիկը կարողանում է եւ սիրողականում հանդես գալ եւ պրոամում եւ պրոյում այսինքն 3 վարկածով է գնում սիրողական կիսա պրոֆեսիոնալ պրոամ եւ պրո եւ պրոֆեսիոնալ այո Այս տարի Ռոմը ասաց ես ուզում եմ սիրողականի մեջ հանդես գամ եւ անպայման գրանցվում եմ պրոյում ասինք լավ դե քանի որ մարզիչն եմ ասի Ռոմ ջան լավ ասի արի առաջ չընկնենք ճիշտ է որ գրանցվում ես արդեն վերջ էլի դու արդեն հայտը տվել ես վերջացավ գրանցվել ես ասինք լավ եւ Ռոմը երկու մենամարտ անցկացրել է երկուսն էլ հաղթեց սիրողականում եւ երրորդ մենամարտը արդեն պրոֆեսիոնալ մենամարտ էր, որտեղ նորից հաղթեց եւ արդեն դառավ եւ սիրողականի չեմպիոն Եվրոպայի
եւ պրո վարկածով չեմպիոն Եվրոպայի։ Բրավո։ Հա։ Բրավո։ Բայց էլի ունենք Եվրոպայի չեմպիոն։ Այո, իհարկե ունենք։ Իհարկե ունենք։ Ռոմանի եղբայրը չէ Եվրոպայի չեմպիոն։ Այո, այո։ Երեք եղբայրներն էլ այո։ Երեք եղբայրներն են մեր պուճուր եղբայրը հասավ մինչև եզրափակիչ Քալաշյան Նարեկը մի քիչ չհերիքեց մեզ եզրափակիչում, այսինքն հակառակորդը ահավոր փորձառու էր։ Ես ճանաչում եմ այդ տղուն։ Ես մինչև մենամարտ էլ եկա, Ռոմին ասեցի, Ռոմ ջան, ասի պետքա մենք շատ ուշադիր լինենք, Նարեկին էլ ասեցի, ասի Նար ջան, ուշադիր եք լինում, որովհետև դեմինդ մասնագետ է։ Մի խոսքով ուշադիր է պետք լինել, մեզ ոչ վնասված կա պետք, ոչ էլ չնայած Նարեկն էլ է շատ ինքը հետաքրքիր կպնող է ռինգի մեջ, հետա երեք եղբայրն են, երեքն էլ տարբեր ստիլերով են կպնում։ Եվ ես նայեք, որպես մարզիչ երբևիցե չեմ փորձել ինչ-որ մեկի ստիլը փոխել։ Օրինակ ես գիտեմ աչ հարվածն է լավ, всё դու թո մնա։ Պետք չի դու սա անես, եթե քո մոտ սա է լավ ստացվում, թող սա լինի։ Մեր Քալաշյան Հովիկը, Միշնեկ եղբայրը կրկին դարավ մինչև 63.5 կիլոգրամ քաշային կարգում։ Սիրողական թե պրո։ Սիրողական, հա։ Այո, չեմպիոն եւ դերոմն էլ արդեն ասեցի։ Ունենք էլի արծաթե մեդալակիրներ, ունենք բրոնզե մեդալակիրներ։ Մի խոսքով տղաներին բրավո, շնորհավորում ենք բոլորին անկեղծորեն։ Եվ Աստված առաջ մենք ունենք հիմա գալիքներ մրցաշարից պատմեմ։ Այո, ինչ մրցաշարեր եք պատրաստվում։ Քնարիկ ջան, մենք հրավեր ունենք Մորոկոից, սպասում ենք, որ հաստատվի Մորոկոյում տղաները պետքա պրոֆեսիոնալ մենամարտ անեն։ Նաև անպայման մեր Կարոյին պետք է ասեմ։ Մեր Կարո Ոսկանյանը, որ այս տարի ինքը դարձավ եւ մինչև 86 կիլոգրամ քաշային կարգում ոսկե մեդալակիր աշխարհի չեմպիոն Թայլանդում եւ արդեն Եվրոպայի առաջնությանը մենք Կարոն քաշը բարձրացրել է մինչև 91 կիլոգրամ, արդեն պրոան վարկածով դառավ Եվրոպայի չեմպիոն։ Հիմա մեր հերակա մրցաշարերի մասին։
շատ լուրջ ստուգատես ունենք նոյեմբերի կես Վրաստանում GFL շրջանակներում Georgian Fight League-ը տենց է կոչվում պրոֆեսիոնալ եւ սիրողական մենամարտեր ունենք, որտեղ հանդես կգա Հովիկ Քալաշյանը, որտեղ հանդես կգա սպասում ենք հիմա Ռոման Քալաշյանի համար, տեսնենք ինչ կլինի, որովհետեւ մի քանի մարզիկին առաջարկել են, որ Ռոմանի հետ մենամարտ անեն, հրաժարվել են մարզիկները, հա, 10-11 պրոֆեսիոնալ մենամարտան լինելու, որից 7 մենամարտ մեր տղաներն են լինելու, այսինքն երեկոյի, պրոֆեսիոնալ երեկոյի մենամարտերի 60-70%-ը մեր մարզիկներն են մասնակցելու եւ իհարկե օգտվելով առիթից կուզենամ մեր մարզիկներին ցանկանամ ամենակարևորը միշտ որ ասում եմ անվնաս մենամարտ եւ միասին տոնենք մեր հաղթանակը Վրաստանում առաջ Պարոն Աբրամյան, գիտեք ինձ ինչ է նաև հետաքրքրում, շատ է հետաքրքրում օլիմպիական մարզաձևի գիտե օրենքները, որ չգիտեմ, մարզիկները գալիս է պահ, երբ ուզում են ուրիշ երկրի դրոշի տակ հանդես գալ։ Օլիմպիականը պետք է ֆեդերացիան, պետությունը թույլտվություն տա, հակառակ դեպքում 2 տարի զրկվում են կամ դիմում են միջազգային ֆեդերացիային, ապաստարան իհարկե, եթե լուրջ հիմքեր ունեն։ Այ ոչ օլիմպիականի դեպքում ինչպես է ապահովագրում։ Նայեք, մենք ունեցել ենք Նարիկ ջան մարզիկներ, որ ինչ որ դրսի մրցաշարերի ժամանակ փորձել են ինչ-որ բաներ անեն կամ նույն Հայաստանում փորձել են այս մարզիկին կամ այն մարզիկին, հա, գրավեն ուրիշ ֆեդերացիա, հա, ինչ-որ պայմաններով Փառք Աստծո մենք տես խնդիր չունենք։ Նախ եւ առաջ ես միշտ որ ասում են ինձ դու ունես մարզիկիդ հետ պայմանագիր կնքած, ասում եմ չէ, չունեմ։ Այդ է իմ հարցն է, պայմանագիր չեք կնքում, պարոն Աբրամյան։ Ասում եմ ես Քնարիկ ջան, մեր մոտ մի քիչ ոնց որ sense մի քիչ ամպագորգոր է հնչում, բայց իրոք մեր մոտ ոնց որ մեծ ընտանիք լինի։ Այսինքն ես չեմ պատկերացնում իմ տղեն Ալեքսանդր Աբրամյանը, ասում եմ, արդեն աշխարհի չեմպիոն է, աշխարհի արծաթե մեդալակիր է, կրկնակի Եվրոպայի չեմպիոն է, ես չեմ պատկերացնում նստեմ եւ իմ զավակի հետ, իմ տղայի հետ պայմանագիր կնքեմ աշխատանքային։ Նույն ձևել ես չեմ պատկերացնում մեր տղաների կամ մեր աղջիկների հետ պայմանագիր կնքեմ։ Չեմ պատկերացնում։ Դա ոնց որ այդ ընտանեկան գաղափարից մի քիչ դուրս է, էլի, իմ համար։ Մեր մոտ սենց է, մեր խոսքը, մեր հան հայա, մեր չեն չէա։ Եթե մենք իրար հետ ենք, մենք հավատարիմ արդեն ասում եմ 15 տարի ուսուսի տված եկել ենք։ Մեկից ցավը եղել է մյուսի ցավը, մեկից հաջողությունը եղել է մյուսի հաջողությունը։ Մենք 15 տարի տենց անցկացրել ենք իրար հետ։ Պարոն Աբրամյան, երբեք հիմնադրել Ararat Fight ակումբ։ Ararat Fight-ը հիմնադրվել է 16 թվականին, եթե չեմ սխալվում։ Նախ եւ առաջ գանք Ararat Fight-ի սկիզբը սենց է, սկզբից եղել է Ararat Fight Promotion, որի ղեկավարը Արմինե Խաչատրյանն է, Ararat Fight Promotion-ի։ Ինչով է տարբերվում Ararat Fight Promotion-ը գործունեությունը։ Promotion-ի գործունեությունը հիմնականում պրոֆեսիոնալ մենամարտեր անցկացնելու խնդիրներն է դրված։ Ոչ սիրողական, ոչ պրոամ, միայն պրոֆեսիոնալ մենամարտեր։ Շոուների մասին, մենամարտ շոուների մասին է խոսքը։ Պրոֆեսիոնալ մենամարտեր եւ բնականաբար պրոֆեսիոնալ մարզիկներին արդեն առաջ տանել այլ պրոմոշններում, դրսի պրոմոշններում եւ կարողանալ իրանց մասնակցությունը նենց անել, որ մասնակցեն ուրիշ պրոֆեսիոնալ մենամարտերի դուրսը։ Ինչի պրոֆեսիոնալ, որովհետեւ մենք գիտենք, որ պրոֆեսիոնալ սպորտը եւ պրոֆեսիոնալ մենամարտերը մի քիչ տարբերվում են իրանց ֆինանսական կողմով։
Եվ նույն թվին էլ արդեն ունեի դե բնականաբար ակումբ մարզում էի, բայց որոշեցի, որ պետքա մեր, քանի որ Ararat Fight Promotion-ա եւ մեր ակումբն էլ պետքա կոչվի Ararat Fight Club։ Եվ տենց էլ ակումբում էլ մարզվում են տղաները։ Ակումբում էլ մարզվում են, այո, այն տղաները, ովքեր որ մարզվում են իմ մոտ, մեր ակումբի անունը Ararat Fight Club-ը, որը կրկին մի մասնակազմում պրոֆեսիոնալ Muay Thai ֆեդերացիայի ակումբներից մեկն է, որտեղ ես մարզիչ եմ։ Հիմա, պարոն Աբրամյան, Muay Thai աշխարհը դնում ենք մի կողմ, ու դուք ինձ ասում եք, թե ինչպես եք վայելում կյանքը։ Կտրվում ենք Muay Thai-ից, պարոն Աբրամյան։ Քնարիկ ջան, ի՞նչն է դες երջանկացնում հաճույք պատճառով։ Նախ որպես հայ ազգի զավակ ինձ երջանկացնում է առաջնահերթ իմ ընտանիքը։ Դա ինձ թվում է նորմալ է։ Բոլորի մոտ տենց պետք է լինի։ Այո։ Աստծով է տենց տված, որ տենց պետք է լինի։ Շատ սիրում եմ ձկնորսություն, անկեղծ ասած։ Ճիշտ է, շատ քիչ է ստացվում ձուկ որսալ, բայց սիրում եմ ձկնորսությունը ի դեպ ասեմ կարթով։ Ոչ թե ուրիշ ձևով, կարթով, հա, տենց որ նստես, կտրվես ամբողջ աշխարհից։ Հանգստություն եք սիրում, այն բիզնեսի մեջ դա կա։ Եվ ջուրն էլ եմ սիրում, ջուրը sense հովկյանոս, լիճ, գետ կապ չունեն, երևի իմ համաստեղության հետ կապ ունի, ասում են, բայց չգիտեմ, ջուր էլ եմ սիրում։ Բնություն եմ շատ սիրում, սարեր եմ սիրում, անտառներ եմ սիրում, դաշտեր եմ սիրում, մեր Հայաստանն եմ սիրում, էլ ինչ ասեմ։ Հիմա ես ձեզ բլից հարցեր եմ տալու։ Հարց չկա։ Իմ բոլոր մարզվենքի հյուրերը այդ փորձությանը ենթարկվում են։ Արագ պատասխանում եք։ Լավ։ Բռնկուն եք թե հանգիստ։ Բռնկում երևի։ Էմոցիոնալ եք թե սառը։ Էմոցիոնալ։ Նրբանկատ եք թե մակերեսային։ Նրբանկատ։ Համբերատար եք թե հակառակը։ Նայած հարցերում։ 50-50։ Ծավալվել կարելի է։ Չէ, չի կարելի։ 50-50։ Խանդոտ եք։ Հա։ Թալիսման ունեք։ Չէ, երևի տենց չեմ խորացել թալիսմանի վրա։ Ձեր այն բնավորության գիծը, որը ձեզ խանգարում է։ Շտապողություն երևի, որ ուզում եմ արագ անեմ ինչ-որ մի բանը, արագ։ Իսկ ձեզ օգնող գիծը։ Նայեք, ինքը կարա մի քիչ հակալի մեջ շտապողության հետ, որ դու ուզում ես արագ ավարտես։ Բայց որ ճիշտ նույն մարզելու մեջ, չէ, համբերատար, ես ի սկզբանե տենում եմ, ես երեխեն կդառնա, թե չէ։ Բայց այդ երեխեն չի կարող մի անգամից դառնա։ Այսինքն համբերատար պետք է յան կամաց բերես ինչ-որ մի բան էլի։ Այսինքն համբերատարություն։ Համբերատարություն եւ պետք եղած ժամանակ ոչ միշտ աշխատասիրություն։ Միշտ չի դա։ Ինչից եք վախենում։ Վախենում եմ երևի ավելի շատ ոչ թե իմ համար, այլ հարազատներիս, ընտանիքիս, հա։ Բայց ինքս իմ համար տենց, հա, առաջ շատ վախենում էի թռնելուց։ Բայց մեր գործը նենց է, որ անընդհատ պետքա թռնես։ Այս վերջերս հասկանում եմ, որ այդ վախը հաղթահարել եմ։ Անգամ sense բան էի ուզում անեի, որպեսզի այդ վախը հաղթահարեի, ուզում էի պարաշուտով թռնեի, որպեսզի մեջիցս այդ բայց այնքան թռան գնացինք եկանք ու երկար ճանապարհներ ենք թռնում նույն Թայլանդը բավականին երկար էլի 3.5 ժամ, 6.5 ժամ։ Շատ կան, որ դիկտատորից վախենում են։ Որ հիմա հասկանում եմ, որ չէ, ավելի սկսել եմ հանգիստ վերաբերվել թռիչքներին։ Ցավոտ իրականություն թե անցավ սուտ։ Երևի ցավոտ իրականություն։ Հոգու խաղաղություն թե շատ փող։ Ախր իրար հակասող բաներ ես ասում, նայ։ Ես ճիշտ է շատ փողը հոգու խաղաղություն չի բերում։ Բայց այնուամենայնիվ փող ավելի կարևոր է։ Բայց շատ քիչ փող ունեցողն էլ հոգու խաղաղության ու դժվարությամբ է գալիս, որովհետև առօրյա հոգսերը, խնդիրները, խնդիրները խեղդում են, չեն թողում, որ հոգիդ խաղաղվի։ Եթե դու լինես մենակ, հա, չունենաս պատասխանատվություն ինչ-որ մարդկանց համար,
դու կարես շատ քիչով բավարարվես։ Բայց եթե տենց չի, Մի խոսքով շատ փողն եք ընտրում, պարոն մի Աբրամյան։ խոսքով ես ուզում եմ համ հոգու խաղաղություն լինի, համ շատ փող լինել, ինչ կլինի, թող տենց լինել, ինչ կլինի։ Կյանքը ափսոսը։ Ինչի համար։ Կյանքը ափսոսա անիմաստ վատնելու համար։ Կյանքը ափսոսա շրջապատել քեզ անարժան մարդկանցով։ Եվ վերջին հարցը բլիցի։ Կներես, եւ կյանքը ափսոսա, եթե մարդու մեջ չկա հավատք եւ չկա սեր Աստծո նկատմամբ։ Այո։ Աստվածահավատ եք։ Ես հավատում եմ, այո, իհարկե հավատում եմ Աստծուն, արարիչին, հա, ես չգիտեմ ոնց բնութագրենք, ես չեմ պատկերացնում, որ այս ամեն ինչը ստեղծվել է ինչ-որ պայթյունի միջոցով եւ այլն, բայց ես հավատում եմ իմ ձևով, ես նայ ամեն մարդ պետքա ինքը լինի մաքուր իր հոգու, հա, իր խղճի հանդեպ։ Եթե դու քո հոգու, քո խղճի հանդեպ մաքուր ես, ուրեմն դու Աստծո հանդեպ ես մաքուր, դա ամեն մեկիս մեջ Աստված կա։ Այո։ Եթե մարդ ինքը իրան խափում, ասում է ես վատ բան չեմ արել, բայց ինքը գիտի, որ ինքը լավ բան չի արել, այդ սուտով չես կարա ծածկես այդ քո արածը։ Այդ կարմատ մեկը վաղ թե ուշ ինքը ասելու է իրանը։ Կամ մարդ հասկանալի է ու ժամանակին սկսի իր կարման մաքրել։ Կամ է չէ, տենց էլ գնալու է։ Պարոն Աբրամյան, վերջի հարցը։ Ինչպես կանցկացնեք ձեր կյանքի վերջին օրը։ Ամենավերջի օրը, թե տենց թոշակներս։ Չէ, ամենավերջին օրը։ Վերջի օրը։ Քնարիկ ջան, ճիշտն ասած նայ, բոլորս է գիտեն գալու է այդ վերջի օրը, բայց ամեն մեկը մի ձև է պատկերացնում, երևի ամենաերջանիկ մարդը, որ այդ վերջի օրը շրջապատված է այն մարդկացով, ում ինքը սիրել է։ Եթե այդ մարդիկ իհարկե դեռ ողջ են ու կան իր կողքին։ Եվ մարդ գնալուց հասկանա, որ կյանքը իզուր չի ապրել եւ իրանից հետո ինչ որ մի ժառանգ թողել է։ Ես չգիտեմ ինչ տեսքով կլինի, զավակների տեսքով կլինի, թորների տեսքով կլինի, թե իր կատարած աշխատանքի տեսքով կլինի, բայց ինքը ինչ որ թեկուզ շատ ուճուրիկ, բայց հետ կա թողել այս աշխարհում նոր գնացել, որովհետև ես տենց եմ կարծում, ամեն մեկս որ գալիս է այս աշխարհ, ամեն մեկիս համար ինչ որ մի նպատակ կա դրված։ Առաքելություն ունենք բոլորս։ Այո, շատ դժվար է հասկանալ այդ առաքելությունը որն է, բայց ամեն մեկս ինչ որ մի նպատակի համար ենք եկել եւ պետքա կարողանանք դա իրագործել։ Համաձայն, պարոն Աբրամյան, շնորհակալություն, որ եկաք։ Ես էլ եմ շատ շնորհակալ։ Եվ կարևոր էր եւ ունիկալ էր։ Շնորհակալ եմ հրավերքի համար։ Իսկ ձեզ հետ քնարիկներ, այսօր այսքանը։ Կհանդիպենք։ Ցտեսություն։